Սկսում ենք երգի ուսուցումը։ Տեքստը գրելու համար վերցրեք թուղթ ու մատիտ։ «2750-ամյա Երևան քաղաքի ամենաբարձր կետից 2750 հոգանոց երգչախումբը մեծ հանդիսավորությամբ կատարեց Էրեբունի Երևան օրհներգը։ Սա պատմական պահ էր, որով սկիզբ դրվեց Էրեբունի Երևան տոնակատարությունների մեկնարկին։ Հոբելյանական հանդիսությունները տևեցին մոտ 1 շաբաթ։ Քաղաքի ամեն անկյունում տոնական շունչ կար։ 2-7-5-0 թվերի այս կոմբինացիան այնքան էր ոգևորել տոնական միջոցառումները կազմակերպողներին, որ ամբողջ աշխարհին բարձր աղաղակելու փոխարեն ամեն ինչ 2750 էին դարձրել։ Այգում տեղադրված շատրվանների քանակից մինչ նոր տնկվող ծառեր։ Ամեն ինչ մաթեմատիկական ճշգրտությամբ ցուցադրում էր քաղաքի տարիքը։ Մարդիկ այդ օրերին հյուրասիրություններ էին կազմակերպում, մասնակցում տարատեսակ միջոցառումների։ Հնամենի քաղաքի ծննդյան միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան էին գալիս աշխարհի տարբեր անկյուններից։ Բոլոր հյուրանոցները զբաղված էին։ Այստեղ օգնության է գալիս հայի հյուրասիրությունն ու հյուրընկալությունը։ Այդ օրերին Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրատյանը հեռախոսազանգ է ստանում մի անծանոթից, ով պատրաստակամություն է հայտնում իր տանը հյուրընկալել Հայաստան ժամանած հյուրերից 20-ին եւ ներողություն խնդրում, որ ավել չի կարող։ Այս մասին իր հարցազրույցներից մեկում Հասրատյանն է պատմել։ Հոբելյանական զանգվածային միջոցառումները եզրափակվեցին Հանրապետական մարզադաշտում, հանրահավաք տոնահանդեսով։ Սիրո քաղաք է Երևանը, հների մեջ ալեհեր, նորերի մեջ նոր ու ջահել։ Սևակյան հայտնի տողերը Հայաստան աշխարհի մասին այսօր եւս արդիական են եւ վերագրելի նաեւ հայոց հինավուրց մայրաքաղաքին։ Կյանքի վայրիվերումների պատճառով քաղաքի տոնին մի քանի տարի է ինչ չեն իրականացվում մեծածավալ միջոցառումներ, բայց բոլորը հավատում են, որ մութ ամպերի հեռանալը երկար սպասեցնել չի տա։ Վշտից եւ կորստից հետո կրկին կկանգնենք փոթորիկներին դեմ հանդիման, բայց մեջքներս ուղիղ եւ բռունցքներս ձիգ։ Քաղաքում ժապավենները կլինեն միայն ամենաջերմ գույներով ներկված, իսկ սահմանի լուսաբացի խաղաղությունը խախտել կփորձեն միայն փոքրիկ թռչյունները։ Շնորհավոր տոնդ, հավերժ սիրո քաղաք։